Ադրբեջանում մոտ 1 տարի առաջ մեկնարկած ֆարսը, որի անունն էր դատաքննություն, այսօր հասավ իր տրամաբանական ավարտին։ Ի սկզբանե պաշտպանության որևէ հնարավորությունից զրկված հայ ռազմագերիների համար խոշոր պատժաչափեր կարդացին։ Արցախի քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը Բաքվի ռեժիմի կողմից մեղադրվում էր տարբեր ծանր հանցանքների մեջ։ Ադրբեջանի չակերտավոր դատարանն էլ մեղադրանքը ճանաչեց հիմնավոր։ Հայաստանը ունի միջպետական գանգատ, որտեղ քննարկում է շինծու դատավարությունների խախտումների հարցը, բայց դրանք առնչվել են նախորդող ժամանակահատվածի դատավարություններին։ Ունենք ներպետական քրեադատավարական ընթացակարգեր, որոնք տեղի են ունեցել միջազգային ստանդարտների խախտումներով, եւ այդ հարցերը կարելի է բարձրաձայնել միջազգային դատականատյաներով։ Արցախի հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման, իսկ նախագահ Արայիկ Հարությունյանը, ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը եւ նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը ցմահ ազատազրկման դատապարտվեցին։ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի համար նշանակված պատիժը պայմանավորված է նրանց 65 տարեկանը լրացած լինելու փաստով։ Ադրբեջանի իշխանությունները մեկ այլ գերեվարվածի Մադադ Բաբայանին դատապարտել են 19 տարվա ազատազրկման։ Մենք տեսանք հունվարի 4 անձի հայրենադարձում, նրանք բոլորն էլ երկարաժամկետ ազատազրկման դատապարտվածներ են եղել։ Սա կարևոր փաստարկ է ցուցադրելու համար, որ խնդիրը եղել է քաղաքական, մնում է քաղաքական։ Այս չակերտավոր դատական վճիռներն Ադրբեջանի իշխանությունների համար մի քանի խնդիր են լուծել։ Առաջինն ունի ներ-ադրբեջանական, ներ-քաղաքական ենթատեքստ։ Մի կողմից խաղաղություն թմբկահարող, մյուս կողմից հայատյացության գիծն առաջ մղող Բաքվի ռեժիմը պետք է կատարեր այս քայլը։ Սա հասարակություն է, որին միավորում է բացառապես ատելությունը հայերի նկատմամբ։ Սա ուղղված էր Ադրբեջանի նաև ազգային մյուս փոքրամասնություններին, հատկապես թալիշներին եւ լեզգիներին, ապագայում նաև հայերիս, որ բոլորի ճակատագիրը ի վերջո այսպիսին է լինելու եւ որևէ մեկը չի կարողանալու այսպես կռվել ադրբեջանական իշխանության դեմ։ Այսինքն լուծել խնդիրը իրենց լեզվով ասենք սեպարատիզմը բացառելու։ Մյուս խնդիրը, որը փորձեց լուծել Ադրբեջանը, դատական ֆարսի եւ այսպես կոչված դատավճիռների միջոցով միջազգային հարթակներում սեփական վարկանիշի մակարդակն է։ Ցեղասպանի պիտակից մաքրվելուն են ձգտում ցանկացած գնով։ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման, ցեղասպանական գործողությունների, մշակութային ցեղասպանության լեգիտիմացումը եւ լեգալացումն է այսպիսի դատական ֆարսերի միջոցով, որը ուղղված է նաեւ միջազգային հանրությանը ցույց տալու, որ այն գործողությունները, որոնք ադրբեջանական իշխանությունները իրականացրել են, դրանք ունեն այսպես գետնի վրա ամուր հիմք։ Ադրբեջանն իր այսպես կոչված դատական ակտերի հրապարակումից հետո, ըստ մասնագետների, Բաքվում պահվող գերիներին կդարձնի քաղաքական առևտրի լիարժեք օբյեկտներ։ ԱՄՆ փոխնախագահ JD Vance-ի Հայաստան եւ Ադրբեջան սպասվող մոտակա այցի ֆոնին այս հեռանկարն առավել հավանական է դառնում։ Ամենայն հավանականությամբ Բաքվի ռեժիմը գերիների վերադարձի դիմաց կփորձի հայկական կողմից որևէ ծանրակշիռ զիջում կորզել։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։